Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ միացել են համաժողովրդական շարժմանը, եթե հետևում եք մամուլին, այսօր էլ երիտասարդներ, հիմնականում ուսանողներ, ակտիվիստներ, անկուսակցական երիտասարդներ, հասարակական կազմակերպություններ համախմբվել են երիտասարդների կողքին հասարակական կազմակերպության շուրջ, որը ձևավորում է այսօր շարժում, երիտասարդական շարժում, որը աջակցելու է համաժողովրդական շարժմանը, աջակցելու է այն փոփոխություններին, որոնք նախատեսված են մեր երկրում իրականացնել։ Երթը ունենալու է սիմվոլիկ նպատակ, ցույց տալով, որ ուսանողությունը երկրի տերն է եւ երբ որ պետք կլինի, երբ որ կգա այն պահը, որ պետք է վճռվի մեր երկրում փոփոխություններ իրականացնելու ստրատեգիական քայլերը, ուսանողությունը պատրաստ է նույնիսկ դուրս գալ փողոց եւ իր պայքարի ձայնը բարձրացնել, նաեւ պաշտպանել իր իրավունքները իր սեփական երկրում։ Հավաքին մասնակցում են երիտասարդներ, որպես հասարակության բավականին ակտիվ շերտ, ինչպես նկատեցիք, երիտասարդների մեծ մասը որևէ քաղաքական պատկանելություն չունի եւ դա իհարկե այսպես ունի իր դրական կողմերը, որովհետեւ դա նշանակում է, որ այսօրվա երիտասարդը անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական հայացքներ կամ քաղաքական դիրքորոշում ունի, տեր է իր երկրին եւ տեսնելով, որ իրականում այսօր երկրում օր առաջ անհրաժեշտ են փոփոխություններ, երիտասարդները համախմբվել են այդ գաղափարի շուրջ։ Ընդամենը 4-5 օրվա ընթացքում մեր շուրջ համախմբվել են բավականին լուրջ թվով հասարակական կազմակերպություններ, նրանցից մի մասը հանդես է եկել պաշտոնական հայտարարություններով, մյուսները պարզապես մեր հետ հանդիպումներում պատրաստակամություն են հայտնել մասնակցելու համաժողովրդական շարժմանը, այնպես որ այսպես արձագանքը բավականին մեծ է։ Կազմակերպությունների հասարակական խմբերի